Քանի մոտեցումով է պետք կատարել վարժությունը, որպեսզի դա առավել էֆեկտիվ լինի։ Ընդհանուր մենք ինչ-որ ընդունել ենք մեր համար ընդհանրացված մի հատ թիվ 3 մոտեցում ու անով կոլեկտիվ հետևում ենք այդ կանոնին, որպես սուրբ կանոն 3 մոտեցում ու հանկարծ եթե պարապմունքի ժամանակ ինչ-որ մի պարապողը եթե նախկինում փորձառություն ունեցել ասես որ 3-րդ մոտեցումը պետք չի անել, կասի հանկարծ կարող չաճեմ եւ այլն։ Ասեմ որ մկանները այդ պրինցիպով չեն աճում, մկանները աճում են ընդհանուր առմամբ տված բավարար չափով ստիմուլի հաշվին, եթե դուք մկաններին տվյալ պատխոտի ժամանակ տվել եք բավարար չափի ծանրաբեռնվածություն, իրանք աճելու են։ Ու հիշեք մի հատ շատ կարևոր հանգամանք։ Պատխոտներից շատ ավելի կարևոր է հաջորդ պարապմունքին վերականգնված գալը։ Այսինքն եթե դու այսօր մեջտեղից ճղվեցել ինչ-որ լիքը վարժություններ անես բազմաթիվ մոտեցումներով, բայց հաջորդ պարապմունքին դու լիարժեք վերականգնված չես գալիս պարապմունքի տվյալ մկանախումբը մարզելու, ուրեմն նախորդ պարապմունքը դա էֆեկտիվ չէր։ Իսկ եթե դուք ուզում եք իմանալ որն է ձեր համար շատ ավելի էֆեկտիվ, որն է շատ ավելի գրագետ, համեցեք Տեխնազարյան 38-11 շարք չի։ Ես կուղղորդեմ ձեզ։